Սեպտեմբերի 23-ի թիմ ընտրություններին Հայաստանի 6 համայնքներում գրանցված 33 թեկնածուներից 18-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, իսկ թե ինչու, մեր քաղաքացիներն ունեն իրենց բացատրությունը։ Մի տեղը մարդը օրենքը չկա, ժողովրդական բանը ոչ մի բան օրենքով չի լուր, վաճառքով առնում, ձայներ առնել, ինչ իմաստ ունեն դրա վրա խոսել։ Հետագայում ավելի ստույգ զգացել են, որ իրենք չեն կարողանում մրցակցությանը դիմանալ, դրա համար էլ հեռացրել են կամ էլ այլ քաղաքական ենթատեքստով կարող է դա բացատրվել։ Ինքնաբացարկ հայտարարած 18 թեկնածուների քայլին անդրադարձավ նաև Դաշնակցություն կուսակցության գերագույն մամլի անդամ Հրանտ Թադևոսյանը։ Ինքնաբացարկի հետ կապված շատ գործոններ են դերակատար եւ պատճառները ստույգ իմանալու պարագայում կարելի է ավելի հստակ նաև գնահատումներ անել։ Կան որ ճնշումների հետևանքով են ինքնաբացարկ հայտնում, կան որ պայմանավորվածությունների ստվերային արդյունքում է այդ ինքնաբացարկները հետևում։ Իսկ մինչ այդ Հրանտ Թադևոսյանը գնահատեց սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Քիչ չեն բազմաթիվ տարաբնույթ ընտրախախտումները, այդ թվում նաև նախընտրական շրջանում։ Թեև բոլոր ընտրություններից առաջ մեր երկրում ընդհանուր պատկերն ակնհայտ է լինում, պարոն Թադևոսյանը խելամիտ չի համարում պայքարից ընդհանրապես հրաժարվելը։ Իշխանությունները կուզենան, որ այդպես մտածեն, այդպիսի մտածողությունը տիրապետող դառնա հասարակության մեջ, դա ցանկացած իշխանության հավանաբար համար հարմար է նկատվում, եթե իհարկե ուրեմն կարճ տարածության վրա է հաշվարկներ կառուցում, պարզապես վերարտադրվելու խնդիր է դրվում։ Ռուզաննա Ոսկանյան, Սարգիս Համբարձումյան, IPFM։